տեսնի, դեռահասներ կան, որ շատ հաշտ ու խաղաղ, նորմալ հանգիստ անցնում են այս փուլով։ Իհարկե, ասեմ, որ դեռահասության շրջանում երկու բան է տեղի ունենում, կամ կախյալություն, կամ անկախություն։ Եթե դեռահասը առողջ անցնում է այս հանգրվանով, դառնում է անկախ։ Եվ շատ ծնողներ ուրախանում են, նույնիսկ քաջալերում են, խրախուսում են, որ իրենց դեռահասները շատ լսող են, հագնում են այն հագուստը, որը որ իրենք են ընտրում, հա, չեն ըմբոստանում, իրենց հետ չեն վիճում։ Օրինակ, ես հիշում եմ մի զրույց, որ սեղանի շուրջ այսպես նստած էինք եւ մեկը բողոքում էր, որ վա, ինձ չի լսում, ընդհանրապես ինձ չի ենթարկվում, ես չգիտեմ ինչ անեմ, ահա որ է, բան, իսկ մյուս ծնողը, այսպես կարծես ծնողը իր ծնողական դիրքերի մեջ կայացած, ասում էր, ոչ, մենք ոչ մի նման խնդիր չունենք, իմ երեխան շատ լսող, ենթարկվող, հնազանդ եւ այլն, բայց ասեմ, որ նման փուլերում ընկերներ մի ուրախացեք, որ ձեր ընկերները չեն ըմբոստանում, չեն հակառակվում, որտեղ դեռահասության շրջանում զարգացման ճանապարհը ըմբոստությունն է։ Զարգացման ճանապարհը հենց այդ հակառակությունն է, երբ որ երեխան փորձում է հերքել, ժխտել, չենթարկվել, չհնազանդվել եւ գտնել ինքն իրենը, իր ճաշակը գտնել, իր կարծիքը գտնել։ Այնպես որ շատ մի ուրախացեք, որ ձեր դեռահասները այսպես սահուն անցնում են այդ փուլով։